ՀԱՊԿ-ը հազանգում է, որ Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը։ ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը հատուկ է անդրադարձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Առանձնահատուկ պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, հաշվի առնելով նաև Հայաստանում կայացած ընտրությունները։ Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերը, Հայաստանը իրենց ռազմական կառույցներում ներառելու Եվրամիության երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը։ Մենք վերահսկում ենք իրավիճակը։ Այս էսկալացիոն ռիսկը այո ՀԱՊԿ-ը արձանագրում է եւ այդ էսկալացիոն ռիսկը առկա է որքան էլ նախընտրական տրամաբանության մեջ է Փաշինյանը հայտարարում որ եթե ես չհավաքեմ սահմանադրական մեծամասնություն կլինի պատերազմ Հայաստանի առաջ դրված է կոշտ աշխարհակաղակական ինքնության խնդիր իսկ Ադրբեջանը անկախ իրանա-ամերիկյան, ռուս-ամերիկյան, չգիտեմ, այդ բոլոր հարաբերություններից բաց տեքստով մեզանից պահանջում է միջանցք հնարավորինս արագ։ ՀԱՊԿ-ից հնչող մտահոգիչ հայտարարություններին Եվրամիությունից հետևյալ արձագանքն է հնչել։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ 2 եւ Ադրբեջանի հետ 1 սահմանային անցակետի բացմանը։ Սա վճռորոշ նշանակություն կունենա, երբ առևտրային հոսքերն իսկապես սկսեն շարժվել եւ զարգանալ։ Ես չեմ կարող պատկերացնել ուժեղ միջին միջանցք, ինչպես նաև թվային, էներգետիկ եւ առևտրային հարաբերությունների զարգացում առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության։ Տարածաշրջանը Եվրոպական միության համար որոշակի հետաքրքրությունների դաշտ է, բայց ասել, որ եվրոպացիները այս տարածաշրջանի համար պայքարում կգնան, չգիտեմ ինչ մեծ զողողությունների, այսինքն նաև ռազմական գործիքակազմի կիրառումը, դա իլյուզիա է, հնարավոր չի։ Իդեպ Մարտակոսը հույս է հայտնել, որ շատ շուտով հնարավոր կլինի բացել որոշ սահմանային անցակետեր։ Հյուսիսից հնչող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հայտարարություններին զուգահեռ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր են գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության շուրջ արձանագրված առաջընթացը։ Հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կհաստատվի տևական եւ անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության եւ կայունության տարածաշրջան։ Մենք այս աշխարհակաղակական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որ դերևս վավերացում չի անցել։ Այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենություն ունենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսքի մեջ։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, պնդելով, որ հայերը իբրև թե մշակութային ցեղասպանություն են իրականացրել։ Ալիևը հայտարարել է, թե օկուպացված Արցախում եւ այսպես կոչված Արևելյան Զանգեզուրում հայկական վերահսկողության տարիներին ավերվել են մզկիթներ եւ իսլամական մշակութային ժառանգության հուշարձաններ, մինչդեռ Արցախը բռնազավթելուց հետո հենց Ադրբեջանն է ոչնչացրել հայկական պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, հիմնահատակ ավերել գյուղեր ու բնակավայրեր։ Այս փաստերի վերաբերյալ միջազգային բազմաթիվ կառույցներ շարունակում են լուռ մնալ։ Վարչապետ Փաշինյանը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, ընդգծելով Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Մոդին շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ, իսկ Փաշինյանը շնորհավորել է նրան Հնդկաստանի ամենաերկար պաշտոնավարման ընտրված վարչապետ դառնալու կապակցությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում, ինչպես նաև կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ բարձր մակարդակի փոխայցելությունները։ Հայաստանում անցկացվել է Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի զինվորականների մասնակցությամբ Արծիվ գործընկետ 2026 զորավարժությունների գործնական փուլը։ ԶԱՌ ուսումնական կենտրոնում զորավարժությունների գործնական փուլին հետևել են Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ եւ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Հունաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ սկզբում խոսքը տրվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Իրենց մեղավոր չեն ճանաչել նաեւ Գարիկ Մարտիրոսյանը եւ Գուրգեն Ստեփանյանը։ Լևոն Բալայանն ու Գուրգեն Ստեփանյանն էլ դատարանին խնդրել են, որ իրենց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի։ Հաջորդ նիստը հունիսի 30-ին է։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հայկական կողմից ներկայացված 22 հայց կա, որից մեկով Ստրասբուրգի ատյանն օրերս կայացրեց իր վճիռը, Ադրբեջանին ճանաչելով որպես պատերազմական ծանր հանցագործ։ Եվրադատարանում հայ ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբանները առանցքային հաղթանակ են համարում այս արձանագրումը։ Վստահ են հետագա վճիռների համար եւս այն կարող է լինել նախադեպային։ Մենք ունենք էական փաստական տվյալներ եւ ապացույցներ, որ ադրբեջանցի զինծառայողները իրապես ներխուժել էին Թալիշ եւ իրականացրել էին իլրումն այս հանցագործության, նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործություն, նրանց սպանություն եւ նաեւ մարմինների խեղում եւ դա փոխկապակցված հանցագործություններ։ Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները եւ ճանաչել Ադրբեջանի իրավազորությունը եւ իր զինծառայողների կողմից սա կատարել է։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով հայկական արտադրանքը մրցունակ է եվրոպական շուկայում, իսկ բազմաթիվ տեղական ընկերություններ պատրաստ են ավելացնել արտահանման ծավալները եւ զարգացնել երկարաժամկետ համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ։ Այս հարցերը քննարկվել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի եւ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության ու Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։ Բանակցությունների հիմնական թեման հայկական ապրանքների արտահանման ընդլայնումը ու եվրոպական շուկա մուտքի դյուրացումներ։ ՊԿ հայտնում է, որ 26 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կարգ, որով հարկ վճարողներին պարտավորության մասին կուղարկվի հիշեցում։ Եթե 7 օրվա ընթացքում հարկը չվճարվի, հնարավոր է կիրառվեն բանկային հաշիվների գույքի արգելանք, իսկ հետո գործը կարող է փոխանցվել հարկադիր կատարման։ 7 օր հետո արդեն կարա սառեցնի գումարը 1 ամիս հետո քաշի։ Այսինքն փող չունի բյուջեն, արագ հավաքագրումները կատարում են, որ ընթացիկ դիսբալանս չառաջանա։ Մանավանդ հիմա, որ խոշոր խաղացողներն դեպի խոշորի ագնում, խոշորն էլ ունի մատակարարեցիր 2 ամիս հետո նոր վճարում է։ Շատ դուրս խնդրեմ առաջանալու ստեղ բիզնեսի համար։ Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է հունիսի սկզբին Հայաստանի Գագարին ավանում բացված նոր արհեստական բանականության տվյալային կենտրոնին։ Պարբերականի բնորոշմամբ Հայաստանը փորձում է իր էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները սիներգացնել եւ վերածել արտահանման նոր բարձրարժեք արտադրանքի։ Արհեստական բանականության այս գործարանում տեղադրված են 512 միավոր Nvidia Blackwell B300 պրոցեսորներ։ Ներկապահին սրանք համաշխարհային շուկայում հասանելի արհեստական բանականության ամենահզոր եւ առաջատար գրաֆիկական պրոցեսորներն են, որոնք ապահովում են աննախադեպ հաշվողական արագություն բարդ մոդելների վերապատրաստման համար։ Երևանի շտապօգնության ծառայությունը այսուհետև օգտվելու է նաև հատուկ մոպեդների ծառայությունից, հիմնականում այն դեպքերում, երբ չկա հոսպիտալացման կարիք, բայց կա շտապօգնության անհրաժեշտություն։ Նախաձեռնության նպատակը խցանումների պայմաններում բուժօգնության հասնելու ժամանակի կրճատումն է։ Մասնագետների գնահատմամբ նման լուծումները կարող են բարձրացնել շտապօգնության արդյունավետությունը, սակայն դրանք պետք է ուղեկցվեն նաև համակարգային բարեփոխումներով։ Պետք է առաջինը կադրային քաղաքականության եւ կադրային ընդհանրապես վերակառուցումը լինի, պարամեդիկների ինստիտուտի ներդրում իրականացվի շտապ օգնության ծառայությունում։ Նրանք մարդիկ են, ովքեր մինչև բժշկական ծառայություն մատուցելը, մինչև նախնական առաջին բուժօգնությանը տիրապետում են եւ իրենք մասնագիտությամբ բժիշկ պարտադիր չի որ լինեն եւ իրականացնում են շտապ անհետաձգելի առաջին բուժօգնությունը։ Վահագն Վիշապաքաղ Աստծո արձանը կրկին բացվել է Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում։ Բացմանը մասնակցել են քաղաքապետ Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ քանդակի հեղինակ Կարլեն Նուրիջանյանի զարմուհի Ռուզաննա Ադամյանը։ Նա շնորհակալություն է հայտնել արձանին նոր շունչ տալու համար, նշելով, որ դա կարևոր է Նուրիջանյանների գերդաստանի համար։ Այս նախաձեռնությունը իրականացվել է իհարկե իմ առաջարկով, բայց ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Տիկին Ժաննա Անդրեասյանին շատ ինտենսիվ կերպով այս առաջարկությունը ի կատար ածելու եւ կառավարության որոշումը թողարկելու համար, կառավարության մեր գործընկերներին, պարոն փոխնախարարին եւ իրականում Երևանի կենտրոնում կարծում եմ պետք է կանգնած լինեն այն խորհրդանիշները, որոնք որ խոսում են մեր ժողովրդի արժանապատվության եւ հաղթանակի մասին։ Վահագնը մեր ժողովրդի հիշողության
հենց այդ կերպարն է եւ Մովսես Խորոնակցու պահպանված երգի մեջ նրա ծնունդը ցնցում է աշխարհը, երկինքը, երկիրը, ծովը եւ ծխից եւ բոցից ծնվում է Վահագնը։ Վահագնը ծնվում է որպես հաղթանակի կամք, որի առաջ այլևս վիշապն անզոր է։ Վիշապը մեր պատմական հիշողության մեջ պարզապես առասպելական հրես չի եղել, վիշապը միշտ նշանակել է այն բոլոր վտանգները եւ ռիսկերը, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր պետությունը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է եւ հաղթահարել է։ 2026-ի փետրվարը ամենատակն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, իսկ մարտը ամենատեղումն առատն էր սկսած 1935-ից։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ըստ Ազիզյանի 2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0.3 աստիճան, որը նորմայից 0.3 աստիճանով ցածր է։ Ինչպես եւ կանխատեսվել էր 2026 թվականի գարնանային վարունների հոսքի ծավալները նորմայից բարձր եղան եւ տարին առավել ջրառատ եղավ, քան նախորդ տարին։ Գարնանային վարունների հոսքի ծավալները 2026 թվականին գետերի մեծ մասում բարձր են եղել նորմայից, կազմելով նորմայի 130-ից 150%-ը։ Գարնանային վարունների հոսքի ծավալները հատկապես բարձր էին Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ, Որոտան գետի ավազաններում, կազմելով նորմայի մինչև 170%-ը, իսկ Արփա Արենի տակետում նորմայից բարձր է եղել, կազմելով նորմայի 250%-ը։ Իսկ այսօր 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ Սևանալիճի մակարդակը կազմում է 1973 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 3 սանտիմետրով։ Իսկ տարվա սկզբի համեմատ բարձրացել է 51 սանտիմետրով, ընդ որում այդ ցուցանիշով այն վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն էր։ Երևանի հավաքանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում։ Հիշեցնենք, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների շուրջ ծավալված վեճից, ապա նաև միմյանց հասցեին ուղղված մեղադրանքներից հետո իրավիճակը քաղաքապետարանի դահլիճում լարվել էր ու հասել ծեծկռտուքի ավաքանու, ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջև։ ԱՄՆ Սենատը հաստատել է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը։ Փաստաթուղթը կոչ է անում Թրամփին ԱՄՆ զինված ուժերը դուրս բերել Իրանի դեմ կամ Իրանի տարածքում ընթացող ռազմական գործողություններից։ Բանաձևին կողմ է քվեարկել 50 դեմ 48 սենատոր, սակայն դեմոկրատ սենատորների նախաձեռնած բանաձևը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի եւ պարտադիր իրավական ուժ չունի։ Մենք Իրանին թողնում ենք առանց որևէ միջուկային կարողության եւ նրանք համաձայնել են դրան, հայտարարել է Թրամփը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնագիր է ստորագրվել, որի կետերից մեկով Իրանը հրաժարվում է միջուկային զենք ունենալ։ Իսրայելի եւ Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները սկսվել են Վաշինգտոնում։ Հանդիպման կողմերը կկենտրոնանան ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային հարցերի վրա։ Բանակցությունները միջնորդվում են Միացյալ Նահանգների կողմից իսրայելա-լիբանանյան սահմանին լարվածությունը նվազեցնելու շարունակական ջանքերի ֆոնին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։ Բալիստիկ հրթիռների վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները չեն եղել եւ չեն լինի։ Մենք անվստահություն ունենք Միացյալ Նահանգների նկատմամբ, քանի որ բանակցությունների ընթացքում մեզ վրա 2 անգամ հարձակում է կատարվել։ Միևնույն ժամանակ մենք միշտ պատրաստ ենք եղել եւ մնում երկխոսության եւ խաղաղության։ Մենք հավատարիմ ենք վերջին համաձայնագրում ստորագրվածին։ Եթե մյուս կողմը հավատարիմ մնա իր պարտավորություններին եւ չշեղվի համաձայնեցված շրջանակից, ապա մենք կգործենք մեր պարտավորություններին համապատասխան։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆրանսիայում 40-ից ավելի մարդ է խեղդվել, փորձելով գետերում եւ ջրանցքներում լողալով դիմակայել ռեկորդային շոկին։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում, ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան եւ Իսպանիան։ Շոկի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում Էյֆելյան աշտարակը։
Հունիսի 23-ին Վանաձոր Ալավերդի ճանապարհին բախվել են 48-ամյա Գուրգենի Toyota Camry եւ 44-ամյա Աղաբեկի Ալյուրի պարկերով բարձված DAF բեռնատարը։ Վերջինը կողաշրջվել է վարորդները եւ Toyota Camry 51-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարության Գուգարքի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։ Շամշյանքում բացառիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե բիդի վարորդը անտեսում է երթևեկության կանոններն ու ազատամարտիկների փողոցում երթևեկում է հանդիպակաց։ Եվ Վանաձոր Ալավերդի ճանապարհի հարակից հատվածում հայտնված ազնված ցեղ եղջերուն հետաքրքիր աժոտաժ էր ճանապարհին ստեղծել։ Կենթանին հանգիստ շրջում էր տարածքում, մարդկանցից չէր խուսափում, իսկ անցորդներն ու վարորդները կանգ էին առնում, մոտենում, կերակրում նրան ու լուսանկարվում։